2016-ը բարդ ու հակասական տարի էր, այն սկսել ենք մեծ հույսերով ու տոնական տրամադրվածությամբ, տարին հոբելյանական էր, հանրապետության հռչակման 25-ամյակ նշեցինք, արժևորեցինք մեր անցած ճանապարհը, գնահատվեց երկրի պետական, հասարակական, քաղաքական, իրավական ու կրթական, սոցիալ-տնտեսական ոլորտների երախտավորների վաստակը, պետականաշինության հիմքում Արցախյան շարժման առաջամարտիկներն էին, երազել են ազատություն, պայքարել ու բազում զոհողությունների գնով հասել դրան։ 25-ամյա անկախության կողքին շարունակում է չլուծված մնալ Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտությունը, միջազգային հանրության կողմից Արցախի ճանաչումն է լուծման բանալին, 2016-ին շարունակվել են այդ ուղղությամբ ջանքերը։ Անցնող տարում Միացյալ Նահանգների Հավայի նահանգի օրեսդիր մարմինն է ճանաչել մեր անկախությունը, Հավայի ներկայացուցիչների պալատը ընդունել է բանաձև, որում ասված է, որ նահանգը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ նրա քաղաքացիներին, ճանաչում է զոհողությունները, վճռականությունը, որոնք ցուցաբերվել են ԼՂ ժողովրդի կողմից ծայրահեղ դժվարությունների պայմաններում։ Այսպիսով Հավային դարձավ ամերիկյան թվով 7-րդ նահանգը, որը ճանաչեց Արցախի անկախությունը։ Միայն ինքնիշխան երկիր ու բանակցություններին Արցախի մասնակցություն, սա էր մեր արտաքին քաղաքականության կռվանը։ Ցանկացած կարգավորում անհնարին է առանց Արցախի ժողովրդի լիարժեք մասնակցության։ 90%-ից ավելի պահանջում է Արցախի լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացին։ Անկախ, հզոր ու ինքնիշխան պետությունը բացառիկ արժեք է։ Արցախը կունենա նորանոր հաջողություններ արցախցու անսասան ոգու, անկոտրում կամքի, աշխատասիրության եւ լավատեսության շնորհիվ։ Մենք ունենք դեռ շատ անելիքներ ու ծրագրեր մեր ժողովրդի անվտանգության ապահովման, երկրի պաշտպանողության ամրապնդման, զինված ուժերի մարտունակության բարձրացման, տնտեսության հետևողական զարգացման, մարդկանց կյանքի որակի շարունակական բարձրացման ուղղությամբ։ Հայրենիքի պաշտպանի, հողի մշակի, մտավորականի աշխատանքը գնահատեցինք ու նախանշեցինք անելիքները, նոր սահմանադրության անհրաժեշտությունը գիտակցեցինք, հասարակական քննարկումների շարքը ժողովրդի կարծիքն իմանալու ու առաջարկները հաշվի առնելու նպատակով էր։ Ինչ ուղիով ենք ընթանալու այս հարցը համաժողովրդական հանրակրվեով կորոշենք։ Հաջողությամբ նաև ժողովրդագրական խնդիրն են լուծում։ Խորոտանի համայնքում 118 երեխա ունեն, մանկապարտեզի անհրաժեշտություն կա, աշխատանքները չեն ուշանա։ Իսկ Իշխանաձորում մի ամբողջ փողոց է շահագործման հանձնվել Արցախի ազգային վիճակախաղի եւ Ղարաբաղ տելեկոմ ընկերության համաֆինանսավորմամբ։ Նորակառույց 18 բնակարաններում ապրելու են Արցախի, Հայաստանի տարբեր բնակավայրերից այստեղ հաստատված ու նաև Սիրիայից եւ Լիբանանից ժամանած վերաբնակիչ ընտանիքներ։ Նրանցից երկուսն այստեղ ընտանիք են կազմել, հարսանյաց հանդեսն էլ բնակարանամուտի օրներ։ Մեր բարեկամների թիվն է գնալով շատանում։ Նրանք տարբեր ազգերի ներկայացուցիչներ են՝ ֆրանսիացիներ, բելգիացիներ, բուլղարացիներ, նաև հունգարացիներ, ովքեր եկել են Արցախի հետ ծանոթանալու եւ ինչու՞ չէ նաև կապեր հաստատելու։ Մենք կներկայացնենք հրաշալի մի երկիր՝ Արցախը, գեղեցիկ հպարտ մի ժողովուրդ։ Գուցե դրանից հետո նաև բարեկամության կապեր հաստատվեն։ Հայտնի ասացվածք է, ընկերավատ օրերին է ճանաչվում։ Ապրիլյան իրադարձություններից հետո մեր բարեկամները մեր տանն էին։ Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավորներ Ռենե Ռուքենը եւ Ֆրանսուଆ Ռոշբլուանը այցելել են Մարտակերտի շրջան, եղել են Մատաղիսում, Թալիշում, հանդիպել են դիրքապահ զինվորների ու հասարակ գյուղացիների հետ։ Իսկ ինչի եք դուք մնացել։ Իմ հայրենիքն ալի սերտը սոզմա վարստեկենա։ Պատգամավորները խոստանում են Թալիշցի ուղերձը փոխանցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարությանը։ Այս հանդիպումը բացառիկ էր ինքնին, ուղերձն առանձնապես։ Արցախի բարեկամները հակամարտության լուծման բանալին գիտեն։ Լեռնային Ղարաբաղը չի կարող դուրս մնալ բանակցություններից, իսկ հակամարտության հանգուցալուծումը պետք է լինի Արցախի ճանաչումը։ Իսկ ճանաչման ուղղությամբ աշխատանքները շարունակվել են ամբողջ անցնող տարվա ընթացքում։ Արցախի պատվիրակության այցը Բելգիան նույն նպատակով էր՝ մեր հիմնախնդիրը ներկայացնելու ու Արցախի բարեկամների շրջանակը լայնացնելու։ Նախագահ Բակո Սահակյանի բրյուսելյան հանդիպումները ամռանն էին։ Ֆլամանական խորհրդարանում պատգամավորների հետ հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ ֆլամանական խորհրդարանի միջև կապերի զարգացմանը վերաբերող հարցեր։ Արցախում հատուկ ուշադրություն են դարձնում տարբեր պետությունների սուբյեկտների հետ փոխգործակցությանը, այն համարելով երկկողմ հարաբերությունների զարգացման կարևոր եւ արդյունավետ ուղղություն։ Իսկ Արցախ-Ֆլանդրիա կապերի խորացումը տնտեսական, քաղաքական եւ մարդասիրական տեսանկյուններից զարգացնելու հեռանկար կա։ Դրանց ընդլայնման համար առկա են նպաստավոր պայմաններ։ Մեր բարեկամներն են պատասխան այցով Արցախ ժամանել։ Եվրոպական խորհրդարանի անդամ, Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելի հետ հանդիպմանը քննարկվել են Եվրոպա-Արցախ հարաբերություններին եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր։ Նաեւ գերմանացիներն են մեզանով հետաքրքրվել։ Բունդեսթագի պատգամավոր Ուլա Ելպկեի գլխավորությամբ նրանք Արցախում էին բարեկամական կապեր հաստատելու համար։ Մենք հատկապես
կողմենք միայն խաղաղ ճանապարհով խնդրի լուծմանը, ոչ պատերազմական ցանկացած միջոցի։ Նման համագործակցությունն Արցախում կարևորում են, մենք բաց ենք աշխարհի համար։ Բելգիայի Սենատի առաջին փոխնախագահ Կարլ ֆոն Լաուվենի գլխավորությամբ Արցախ ժամանած պատվիրակությունն է տպավորությունները ամբողջացրել, մեր ձեռբերումները ու բացթողումները մեր բարեկամների գնահատմամբ։ Կարող ենք ասել բաժակը կիսով չափ լիքն է։ Դուք բավական շատ ձեռքբերումներ ունեք, սակայն անելիքներ էլ կան։ Այդ ճանապարհին դուք գործընկերների կարիք ունեք։ Դրանց թվում կարող ենք նաև մենք լինել։ Անցող տարին միասնության տարի դարձավ։ Արտաքին մարտահրավերներին ի պատասխան ազգովի մի բռունցք դարձանք, հոգևոր արժեքների վերագնահատում կատարվեց։ Իզորակցություն Արցախ աշխարհի եւ հայ զինվորի Գանձասարում աղոտ քնչեցրին ամենայն հայոց կաթողիկոս Նորին Սուրբոցություն Տեր Գարեգին II կաթողիկոսն ու Մեծի տան Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսը։ Մենք երբեք պատմության ընթացքին չենք ուզած ուրիշին իրավունքը խլել, բայց երբ ուրիշը փորձած է մեր իրավունքը խլել, մենք որպես մեկ ամբողջություն պատերազմի դաշտված ենք, վասն հավատով ու վասն հայրենյաց։ Այս է մեր պատմությունը, հայոց պատմության խորհուրդը, հայոց պատմության պատգամը։ Հայոց երկու հայրապետների այցը պատմական էր, թշնամին հայոց սահմանների դեմ էր, բանակ ժողովուրդ իշխանություն միասնությունն է փրկության ճանապարհը, այդ միասնությամբ ենք դիմագրավում օրեցօր շատացող մարտահրավերներին, միասին ենք կառուցում մեր տունը, Հայաստան համայնքական հիմնադրամի միջոցներով Արցախի բազմազավակ ընտանիքները կահավորված նոր բնակարաններ ունեցան, ծրագրից արդեն օգտվել է 12 ընտանիք, ստեղծված են բոլոր պայմանները ապրելու առարելու համար։ Այս մեզի երազ էր, այս բնակարանը իմ երեխաների համար։ Ես միջև մալը չեմ պատկերացնում։ Ամբողջ կյանքում աշխատենք չեն կարողանա, որովհետև շատ դժվար է, 6 երեխեն։ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տարածքում նորակառույց պուրակ ունեցանք։ Ծրագիրը կենքի է կոչվել ազգային բարերար Տաշիր հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանի հովանավորությամբ։ Դա իմ պարտքն է, մեր բոլորի պարտքն է, մշտական աջակցություն ցույց տալ։ Եվ ես խոստանում եմ ավելի լուրջ աջակցությունով մասնակցել Արցախի կյանքում։ Շենքային պայմաններով տարածաշրջանում առաջատար հիվանդանոցում գիտակցում են, պետք է տարեստարի բարձրացնել բուժսպասարկման որակն ու հավատարիմ մնալ, արցախցին պետք է Արցախում բուժվի կարգախոսին։ 200 միլիոն դրամաժողովության պուրակը լրիվության բարերարի միջոցներով էր, իսկ հա աղավնոյի նոր թաղամասը կառավարության եւ Արի ընկերության համաֆինանսավորմամբ է։ Ծրագրի արժեքը 1 միլիարդ 111 միլիոն դրամ է։ Նորակառույց տները անհատույց տրվելու են Աղավնոյ գյուղի բնակիչներին, ովքեր նախկինում ապրում էին նույն տարածքում։ Այս ամենը գյուղացուն գյուղին կապելու նպատակով է, հողն է մեզ կերակրողը։ Գյուղատնտեսական տարբեր արդյունքների յուրահատուկ ամփոփում էր տողում կազմակերպված Արցախյան գինու փառատոնը։ Մելիք Եգանի ապարանքում ցուցադրվել է տեղական գինու ամբողջ տեսականին, տնականից մինչև գործարանային արտադրանք։ Փառատոնի կազմակերպիչներն այդպիսով փորձում են հանրահռչակել Արցախյան գինին, կազմակերպել գինեգործների հետաքրքիր հանդիպում եւ բանուկ պահել հարավային զբոսաշրջային ուղղությունը։ Մենք ընդլայնում ենք աշխարհագրությունը մասնակիցների եւ պիտի շարունակենք այդ քաղաքականությունը։ Լավ գինին արտահանելու համար բարեկարգ ճանապարհներ են հարկավոր։ Վարդենից Մարտակերտ մայրողու շինարարությունն ավարտական փուլում է։ Ռազմավարական նշանակության ճանապարհի 70 կիլոմետրից ավելին ասֆալտապատ է։ Շուշիում էլ առաջին անգամ անցկացվեց Արցախ Էթնոֆեստ միջազգային փառատոնը։ Այն երկրի համախորագիրն էր կրում։ Փառատոնի մասնակիցները, ովքեր Ֆրանսիայից, Ռումինիայից, Հարավային Կորեայից, Վրաստանից, Հայաստանից ու Արցախից են, ներկայացրել են իրենց երկրների ազգային խոհանոցը։ Երերեմ մութաբել, երերեմ հմոս։ Եվ երերենք երեք տեսակ քաղցրավենիք, սիրիական հայտնի քաղցրավենիքներ են։ Մեկ Արցախյան ու ուրիշը, ավելի համով։ Ազգային ու ավանդական արժեքների վերարտադրության եւ հանրահռչակման կողքին միջազգային համագործակցության խթանման քաղաքականություն է վարվում։ Ճանաչենք ու սիրենք մերը, միաժամանակ ծանոթանալով նաեւ աշխարհի բազմազանությանը։ Այսպես միմյանց հարստացնելով ենք թևակողել 2017 թվականը, հույսով, որ այն խաղաղության, բարեկեցության տարի կլինի։ Մարինե Մկրտչյան, օր